Ինչևէ, ուրեմն զավեշտի աստիճան հետաքրքիր նորություններ ունենք, ուրեմն Հունանյան անուն ազգանունով падգամավորից, չէ՞։ Այո, ուրեմն սա մի падգամավոր է, այդ Հունանյան, ինչ անունը։ Ռիփսիմե Հունանյանը ԿՊ падգամավոր, որը ունի միջնակարգ կրթություն բուժքույրի։ Ուրեմն իրան ԿՊ-ն առաջադրել է որպես առողջապահության հանձնաժողովի նախագահ, ճիշտ եմ ասում այդ պաշտոնը։ Այո։ Առողջապահության հանձնաժողովի նախագահ, ու այս կինը ելույթ է ունենում։ Հələ հարցում են, ասում են, ինչ ով ես դու։ Հա, ասում են կենսագրությունը ինչ է։ Ուրեմն բնականաբար նաև շեշտելով են հանգամանքը, որ ունի բարձրագույն կրթություն մասնագիտական, որը դժվարացնում է նման պատասխանատու հանձնաժողովի ղեկավարումը, եթե չասենք, որ անհնար է գլոբալ առումով զուտ կոմպետենտության համատեքստում։ Թեպետ այդտեղ պարզ ասեմ, հա, որ տենց բան չլինի, իմ տեսակետը, որ իրականում այդ կրթությունը կարար փոխարինվեր փորձով, եթե ինչ-որ ահռելի, բայց բժշկությունը մի քիչ այն ոլորտը չի, որ դու գաս բարձրապես փորձով, չես կարելի գաս, ասես, գիտեք, չեմ ուզում սովորեմ, եկեք մի անգամ հերձեմ։ Արի գնանք ոսկերնակի համար ես ու դու, ես որ մտնեմ օպերացիոնի, լյուբոյ օպերացիայի։ Լյուբոյ ապա։ Առաջի 5 րոպե հետո, երբ որ արդեն անաստեզիոլոգը կքնացնի պացիենտին, իմ ուշքը կգնա։ Հա։ Հա։ Ինչի՞ց արյանը տեսքի բանից։ Արյանից, արյունից չէ, այդ պրոցեդուրաներից ես վատանում եմ։ Ասենք ինձ որ սիստեմային միացնում կամ սրսկում են, ես չեմ նայում, ես sense գլուխս տեքում եմ։ Չէ, դեռ փորձով կարամ, չէ, օրինակ կարամ։ Արի ես եմ այդ բանին, էլի։ Ես գոնե ուշքս չի հետա, գոնե կմնամ կխոսամ մի բան։ Այդ պացիենտի հետ կխոսամ։ Բայց եթե պացիենտը քնած է, ո՞նց ես խոսալու։ Ինքը մեկ էլ ենթագիտակցաբար լսում է։ Հա, դու ինչ-որ դրական բան։ Հա, կասեմ ամեն ինչ, կերքեմ։ Ինչ կերքես։ Չարանաս երբեք, նույնիսկ մի քիչ քնած։ Հետո Հետո չգիտեմ, ախպերում կարող եք դեր։ Այդ հազաբան օրինացիր, թե ինչ-որ երկը։ Երկե ոչ։ Ոնց, Արամեի մեկ էլ դլիթի։ Արա, չէ, ախպերս։ Չես լսում էլ այդ երկը ախպեր։ Չեմ լսես։ Մեր գրզոյի բանի թորան համար որ գրել է։ Գրզ, պրիվետ։ Հիմա, ուրեմն այս կինը ասում են լավ ախպեր, ով ես, ինչ ես, բան, էսի ուտես մի ագրեսիվ տրամադրված, որ ախպեր ինչ կապ ունի է, բանը, կրթությունը, ասում է, բանը, ասում է ոնց առաջնորդի թե ունենք թե գրած միտեղ, պետք է մտ գտնեմ, ասում է Արա իմ կենսագրության հետևում ասում է։ Ձիրքն է ուզում ասեի մի հատ, այդ կենսագրությունը կհասնենք, ձիրքը չկար, են որ ասում է ղեկավարի ձիրք ունեցող մարդուն։ Այ դրա տակ է։ Հենց այդ նույն տողերի տակ է։ Հա, դե ասա դու կարդա։ Ասում է իմ կենսագրության հետևում սեր է թաքնված։ Այս կարար կարդացվել, ասել Լուսնի սոնատի երաժշտության ներքո ջոգիր, սեր է թաքնված։ Դու գիտես ոնց է թաքնված։ Ասենք Այդ դեպի աթակնոտ ոչ մեկ չի գտնում։ Ինչ որ կետերում, նայ, ասենք գրածա, չէ, աշխատել է օրինակ ստեղ, տակը փուճուր տարով գրածա սեր, գից 3 ամիս։ Այդ իր հարաբերություններն են։ Հասկացա՞ր, ապա ոնց է թաքնված։ Այսինքն ինքը իր կյանքի ողջ փուլում սերեր որտեղ ունեցել է ռոմանտիկ հարաբերություններ, թաքնված, կարող է դաժե գիտես են հատուկ գրիչներ կա, որ ինքը ուլտրաֆիոլետի տակ ամենակ երևում։ Ինքը հատուկ գրիչով գրածա սեր, ասենք բան Հայկ Կոնջորյան, սեր սրան նրան։ Ստեղ կարալնի կիսասեր, որտեվ ասենք լավ չստացվեց։ Ստեղ կարալնի ասենք սերը կա, միշտ կա սերը։ Հա, սերը կա։ Այսինքն սերա թաքնված է պրոստը ինքը, որտեվ կամ ուրիշ ներկերով ահամել փոքր տարերով է դրած, հասկացա՞ր։ Դրան տակ սերա թաքնված։ Այսինքն ինքը ոնց որ մութ սենյակում սև կատու լինի։ Այո։ Որ կա ուզեսը չես գտնի։ Այ ինքը Շրոդինգերի կենսագրությունն է իրան։ Համ կա, համ չկա, բայց սերը կա։ Բայց հետաքրքիր ձևակերպում է։ Այո, ու նաև շատ վստահեցնող, օրինակ ես կուզեմ, որ ցանկացած պաշտոնյայի կենսագրության մեջ թաքնված լինի սեր։ Պատկերացրու, ինչ որ մեկն էլ դուրս գաս, իսկ իմ կենսագրության հետևում կիրք է թաքնված։ Այո։ Կիրք։ Դա էլ կարող լինի։ Իսկ օրինակ շատ ԿՊԱ-ականների կենսագրությունում անթակույց սեր է։ Այո, բացահայտ սեր։ Այո։ Սեր, որը չունի սահմաններ։ Այդպես ինչ, որոշ մարդկանց դեպքում սեր, որը չի ճանաչում խաղալիքներ։ Այսինքն չկան այս խաղալիքներ, որ այդ սերը խաղալիք չի։ Սերը խաղալիք չի։ Խաղալիքը կարող լինի սիրո մաս։ Խաղալիքը կարող լինի սիրո մաս, սերը խաղալիք չի։ Ալեն Սիմոնյան, այո։ Ինչքան խաղալիք, այդքան կարևոր բան է։ Այո։ Արա, բայց շարունակությունը կառավարման ձիրք ունեցող մարդուն բարձրագույն կրթություն պետք չէ։ Իմացար եմ, որ արա լավ, արա ինչ եք խոսում։ Էլի բարդ մի բան եմ ուզում ասել, հիշեցի, որ խոսք եմ տվել չասեմ։ Ասեմ քեզ, նաև ինքը պրոֆեսորների բարձր հմտություն եւ փորձ եւ համբավ ունեցող բժիշկների հասցեին տալիս էր որոշ որակումներ։
Հա, բայց դե բանկեր ջան, սերա թարգմանած էս մա։ Այդո ասում էր, գիտես, օրենք գրելն ու մեկնաբանելը այնքան բարդ չի, ինչքան բուժքույրի աշխատանքը, թեպետ մեծ հարգանք եւ բոլոր բուժքույրներին շատ ծանր աշխատանք է եւ շատ կարեւոր է, որ այդ մարդիկ ես տեսել եմ, երբ որ արել են բարեխիղճ, երբ որ արել են անբարեխիղճ։ Ես անբարեխիղճները չեմ ուզում հիշեմ, ուխտը հիշելով, բայց ես կարամ ասեմ իմ բոլոր բուժքույրներին, ովքեր որ այս կամ այն ժամանակահատվածում ինձ չգիտեմ, ներարկումներ են արել սիստեմաների տեսքով եւ այլն, տարատեսակ այլ գործառույթներ, որ անում են բուժքույրները, ջերմ ողջույններ, բոլորից շատ սիրում եմ, շատ հիշում եմ, ապրեք դուք, ձեր գործը իրոք անգնահատելի է։ Մի օր մի հատ բուժքույր, գիտես ինձ ոնց սրսկեց ապե։ Այնպես դեղեր, որ անհնար էր չցավար, դե ես էլ վախում եմ ասեղից տենց այդ առումով, կանգնածը ստեղը սրսկել է ապե ինձ, մկանային։ Մի խոսքով, ես բոլոր Այստեղ ինչ համար է կարող ասել, որ հանգարտ տպավորությունների նշանակում ենք այդ դերը բան, բայց ցանկացած adekvat մարդ, անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ իր զբաղմունքից պետք է ունենա այդ adekvatությունը։ Իսկ ակնհայտ է, չէ՞ որ օրինակ, չգիտեմ, կարա շատ ծանր աշխատանքներ լինի, բանվորի աշխատանքն էլ է շատ ծանր, բայց ասել, որ գիտես, օրենք գրելն ու մեկնաբանելը դա պահանջում է կոմպետենտություն, դա ոչ թե ֆիզիկական դժվարության մասին է կամ ոչ թե ինչ որ պետք է շատ երկար նստես մտածես, դու պետք է ունենաս այդ կոմպետենտությունը։ Իմ ակնհայտ է, որ այս կինը իր փորձի բերումով եւ նաեւ արդեն տեսնում ենք, որ adekvatության համատեքստում չի համապատասխանում այս ամեն ինչին, հանդիսանում է ուղղակի մի հատ տենց հարմար տեխնացու, որովհետեւ տեսնում ենք, հա, որ ինքը տենց քարոշչական առումով շատ լկտի այդ բանի հետևորդը, հա, խոսելաձևի, ես կներեք շատ հյուրն է եկել, իրան հարկը հուշեմ, մոռացել երևի, մեսրոպ արդեն հասնում է։ Մի խոսքով, այս կնոջը անդրադառնալ հավելյալ իրավիճակը զավեշտ էր դառել, մեմ արդեն դառել այսօրվա դրությամբ, ինքը այդ խոսում է թաքնված սիրո եւ կառավարման ձիրքի մասին։